Հաջորդ մասնակիցը Հրաչյա Մանուկյան։ Հեղինակը կարտասանի 2 բանաստեղծություն իր պոեզիա կենթանացում գրքից։ Շնորհակալություն շատ։ Մարդը չունի հարթ մակերես։ Մարդը չունի հարթ մակերես, որ մեքենա վրան վարես։ Մարդը բակ չէ կամ դաշտավայր, որ ինչ ուզես վրան սարքես։ Մարդու վրա երթևեկես, մեքենայով կընկնես ձորը, շենք կառուցես, կփլուզվի, սառույցը գետնի տակ խորը։ Մարդը չունի հարթ մակերես, որ ինչ ուզես հետը անես։ Լուռ է մարդու բնությունը, բայց ոչ համար, տես, չխաբվես։ Հանք է մարդը, այն էլ առատ, բայց հենց սկսես հանքը անել, կբոյկոտի։ Փոսը կդառնա անդունդ, սարը կժայթքի, պոկված սառցաբեկորները կքշեն քեզ խորքն օվկիանոսի, հողին էլ ազնես, ճահճի պես կքաշի։ Եթե մի օր քեզ համոզեն, թե իբր կա մարդաքարտեզ, չհավատաս։ Մարդը չունի հարթ մակերես, չկա մարդու հատակագիծ, ոչ էլ ունի սահմանագիծ։ Եթե պետք է մարդուն ճանաչել, ապա միայն խզբզանքից։ Շնորհակալություն։ Ներաշխար։ Փոքրիկ մարմնում ճզմված իմ ներաշխար։ Ինչպես ես պահում հույզերդ թաքուն, ինչպես չես պայթում, ինչպես չես թափվում իմ քթից, բերանից, ականջներից։ Ինչու ես բացել փեղկերդ, բայց դուրս չես գալիս։ Ու երբ աշխարհն այրած կրակակամին ներխուժում է, որ քեզ ածխացնի, ինչ ես անում, որ հովացնի։ Իմ ներաշխար, իմ գաղտնի կիրճ, ինչպես ես սահմաններդ պահում այդքան հանգիստ, այդքան անջիջ, ինչպես է ձյունը դրսին ներսումդ հալչում, ջրերդ ինչու չեն սառչում, գարունդ ասես չի անցնում։ Ինչպես ես պահում կանաչդ վայրի, հեռու կաշվից անհրավեր կոշիկների, գազաններդ ինչու իրար չեն ուտում, ծիտը, որ ունի թևեր, ինչու է նստել աղվեսի դնչին անտարբեր, ինչ երգեր են մոտոդ հնչում, ինչպես ես բաղաձայններից կազմում բառեր հնչուն, չեմ հասկանում։ Իմ ներաշխար, իմ մեծ դահլիճ, փոշով ծածկված, աթոռներով ծալված, ինչպես ես շնչում կիսաբաց դռնով, ինչու ես դեռ փակ վարագույրներով։ Փոքրիկ բեմդ ինչու է դատարկ, չէ որ սիրում ես ոտնահետքերից կեղտոտված հատակ, չէ որ հրճվում ես, երբ ներս է մտնում քամին մոլորված, բարձրացնում փոշոտ թղթերդ չընթերցված, ու նստում, ինչպես հանդիսատես, ասես ճանաչում է քեզ, ու այդ պահին ուզում ես պայթել, թափվել աշխարհի քթից, բերանից, ականջներից։ Գուցե արժե իմ ներաշխար, դուրս գաս մի քիչ ինձնից։